Բարև ձեզ հարազատներս, այսօր նոր թեմա ենք սկսում, անպտղությունն եմ պատմելու այսօր, կան կանայք, ովքեր փորձում են հղիանալ տղամարդու ընկերոջ հետ միասին և չի ստացվում ինքնուրույն, մոտավորապես 1 տարվա մեջ դիմում են բժշկի, այս դիագնոզը կոչվում է անպտղություն։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն մեծ մասամբ զույգերին մենք տալիս ենք 1 տարի ժամանակ ինքնուրույն փորձելու հղիանալ մինչև 35 տարեկան, եթե կինը մինչև 35 տարեկան է, 35 տարեկանից հետո մենք ընդամենը 6 ամիս ժամանակ ենք տալիս ինքնուրույն փորձելու, քանի որ հիշում ենք, որ տարիքի հետ 35 տարեկանից հետո ձվարաններում ֆոլիկուլների պաշարը, ձվարանների քանակը սկսում է կտրուկ նվազել, դրա համար ընդամենը 6 ամիս ժամանակ ենք տալիս։ Կան կանայք, ովքեր որոշել են հղիանալ 40 տարեկանում նոր առաջի անգամ կամ 40 տարեկանում են որոշել հղիանալ, արդեն ունեն մեծ երեխաներ, իրենց կարող ենք ավելի շուտ սկսել հետազոտությունները, մանավանդ այն զույգերին, ովքեր ունեցել են, կապ չունի արդեն տարիքը, արդեն ունեցել են գինեկոլոգիական հիվանդություններ, եթե կինը ունեցել է գինեկոլոգիական հիվանդություններ, տղամարդն ունեցել է սեռական օրգանների հիվանդություններ, այդ ժամանակ մենք իրենց կարող ենք ավելի շուտ սկսել։ Բոլոր զույգերին խորհուրդ է տրվում մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի, որ կանանց մենք անպայման պետք է ստուգենք սեռական վարակները, կան որոշ պատվաստումներ, որ խորհուրդ ենք տալիս կատարել, վիտամիններ նշանակել եւ այլն, որ տեսնենք կինը հնարավորություն ունի այդ 9 ամիս հղիությունը տանել թե ոչ։ Սա կարևոր է։ Այսօր խոսում ենք անպտղության մասին։ Հիմա հղիություն լինելու համար մեզ ինչ է հարկավոր։ Մի փոքր սխեմա եմ նկարել, որ տեսնենք, պատկերացնենք, հղիություն զարգանալու համար մեզ պետք է ընդամենը 1 սպերմատոզոիդ, 1, բայց ակտիվ, այսինքն շարժում։ Ինքը արդեն պիտի գտնվի հեշտոցում։ Մեզ պետք է մի ձվաբջիջ, մի հատ ձվաբջիջ, այսինքն ձվազատում պիտի տեղի ունենա։ Հիշում ենք, որ դաշտանային ցիկլի ժամանակ ձվազատում է տեղի ունենում, դրա մասին հիմա կպատմեմ։ Մի ձվաբջիջ է պետք, երբ որ ձվազատումը տեղի ունենում, այսինքն ձվարանը պատրվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, այդ ժամանակ, երբ որ ձվաբջիջը դուրս է գալիս, արգանդափողը ունի ֆիմբրիաներ, որոնք հափշտակում են այդ ձվաբջիջը եւ փողի ներսը վերցնում։ Փողի ներսում կան փոքր թելիկներ, որոնք սկսում են շարժել այդ ձվաբջիջը դեպի արգանդ։ Ձվաբջիջում արգանդափողում արդեն սպերմատոզոիդն է եկել, մտել է արգանդի վզիկ, արգանդի վզիկից բարձրացել արգանդի խոռոչ, արգանդի խոռոչից մտել արգանդափող եւ արգանդափողում սպերմատոզոիդը հանդիպում է ձվաբջիջին, միասին միաձուլվում են, ուրախանում են, սկսում են արդեն արգանդափողում բազմանալ ու այդ թելիկները իրենց շարժում են դեպի արգանդի խոռոչ եւ արգանդի խոռոչում արդեն կպնում է պտուղը եւ սկսում զարգանալ։ Այսինքն մեզ պետք է մի հատ սպերմատոզոիդ ակտիվ շարժուն, մի հատ ձվաբջիջ եւ ազատ ճանապարհներ, որ կարողանան իրենք հանդիպել իրար։ Առաջին հետազոտությունը, որ անում ենք զույգին, դա սպերմոգրաման է։ Այսինքն հետազոտում ենք տղամարդուն։ Ինչու, որովհետեւ տղամարդու հետազոտությունը էժան է։ Առաջինը դա անվնաս է, ինվազիվ չէ։ Կանանց հետազոտությունները բոլորը ինվազիվ են։ Արուն պիտի վերցնենք, կարող է բոլոր, այսինքն ինվազիվ ինչ է նշանակում, միջամտություն պիտի անենք, որ հետազոտենք։ Այդ բոլոր միջամտությունները, բժշկական բոլոր միջամտությունները կարող են բարդություն ունենալ, անգամ արուն վերցնելը երակից, դրա համար սկսում ենք տղամարդուց։ Տղամարդու սպերմոգրամը հանձնելը շատ կարևոր է, ուրեմն դրանից առաջ տղամարդը սեռական ակտեր չպիտի ունենա ամենակիչը 2 օր, 2-ից 7 օր, սեռական ակտեր նշանակում է ոչ կնոջ հետ, ոչ ուրիշ կանանց հետ, ոչ ուրիշ տղամարդկանց հետ, ոչ ինքն իր հետ, դա շատ կարևոր է, ոչ բոլորն են դա հասկանում, ու դրանից հետո պիտի հանձնի սպերմոգրաման։ Սպերմոգրաման հանձնելն է շատ կարևոր, որովհետև մի ժամվա մեջ ինքը պիտի այդ սպերմոգրաման լաբորատորիայում գտնվի։ Ոչ թե հիմա հավաքեցիր, հետո 2-3 ժամ հետո տարար լաբորատորիայում, 2-3 ժամ լաբորատորիայում մնաց այդ սպերմոգրաման, հետո սկսեցին հետազոտել կամ ուղարկեցին ուրիշ ֆիլիալ, այդպես չի կարելի, պիտի հետաքրքրվեք, որ լաբորատորիան է հենց տեղում այդ սպերմոգրաման հետազոտում, որ պատասխանը տա, շատ կարևոր է սա։ Ուրեմն տղամարդուն հետազոտեցիք, տեսանք ունի մի ես տղամարդկանց հետազոտությունից ոչ մի բան չեմ հասկանում, միայն հասկանում եմ, երբ որ գրած է լինում նորմոզոոսպերմիա, այսինքն նորմալ է,
Եթե պաթոլոգիա է, ես ուղարկում եմ անդրոլոգի մոտ, այսինքն տղամարդու սեռական օրգանները հետազոտող բժշկի, որը մեզ կասի նորմալ է, կարող է տղամարդը սպերմատոզոիդներով փորձենք բուժել անպտղությունը, թե սպասենք բուժեն իրենց։ Հիշում ենք, որ մեզ ընդամենը մի սպերմատոզոիդ է պետք, լավ կլինի, որ այդ գինեկոլոգը, այդ անդրոլոգի հետ կապի մեջ լինեն, որ հասկանան պրոցեսը ինչպես է ընթանում, ոչ թե վերցնեն տարիներով սկսեն տղամարդուն բուժել։ Անցանք կնոջը։ Կնոջը առաջի օրգանը, որ սկսում ենք հետազոտել, դա ձվարանն է, իհարկե, որ պիտի մեզ հարկավոր է հասկանանք կին օվուլյացիա ունի, թե ոչ։ Սկսում ենք անամնեզ ենք հավաքում։ Առաջի հարցերը, որ մենք սկսում ենք տալ, դա դաշտանային ֆունկցիայի մասին, կանոնավոր է դաշտանը, թե ոչ։ Դաշտանը արդեն ասել եմ 21-ից մինչև 35 օր համարվում է նորմալ դաշտանային ցիկլ, բայց հղիություն զարգանալու համար լավ կլինի 28-ից 30 օրանոց ցիկլ, որովհետև եթե կնոջ մոտ ցիկլը արդեն փոքր է 21-ից 27 օրեկան է ցիկլը, արդեն կարող է մեզ հուշել, որ ձվարանների պաշարը կարող է քիչ է արդեն։ Ինչպես է, ուրեմն մեզ ձվազատում է պետք լինում։ Շատ կանայք կան, որ գիտեն, զգում են այդ ձվազատում, այսինքն ձվազատումը երբ է տեղի ունենում, դաշտանից 14 օր առաջ։ Սա մի քիչ դժվար է մեզ ճիշտ հայտնաբերել, երբ է ձվազատում տեղի ունեցել, բայց կան կանայք, ովքեր ունեն կանոնավոր դաշտանային ցիկլ, զգում են իրենց օվուլյացիան, այսինքն դաշտանային ցիկլի մեջտեղը կամ աջից կամ ձախ կողմից թեթև ցավեր են ունենում, կան կանայք, որ դաշտանային ցիկլի երկրորդ փուլում կրծքագեղձերի ցավեր ունեն։ Դա նշանակում է, որ արդեն ձվազատում տեղի ունեցել, պրոգեստերոն է արտադրվում, որը առաջացնում է այդ ցավերը կրծքագեղձի։ Կարող է կինը վքնածություն ունենալ դաշտանային ցիկլի երկրորդ հատվածում, որը նույնպես մեզ հուշի, որ սա օվուլատոր ցիկլ է, նորից այդ պրոգեստերոնը թուլացնում է աղիների մկանները, կնոջ կարող է թվալ, թե դաշտանային ցիկլի երկրորդ մասում որովայնը մեծացել է մի փոքր։ Սա 100% անոնց պատասխաններ չեն, բայց մեզ կարող են հուշել, որ կինը ունի օվուլատոր ցիկլ, այսինքն օվուլյացիա, ձվազատում է տեղի ունենում։ Իհարկե կան կանայք, ովքեր ունեն ճարպակալում կամ քաշի պակաս ունեն, իրենց մոտ պիտի հետազոտենք արդեն հորմոնալ հետազոտություններ անենք, տեսնենք ձվազատում տեղի ունենում թե չէ։ Այն կանայք, ովքեր ունեն ավելորդ մազակալում դեմքի վրա, ակնե ունեն, բորբոքային էլեմենտներ մաշկի վրա, կրծքագեղձից կարող է կաթ արտադրվել, որը կարող է խոսել, որ պրոլակտինն է բարձր։ Մի խոսքով, եթե տեսանելի խնդիրներ ունենք, մենք միանգամից սկսում ենք հորմոնալ հետազոտություններ անել, եթե կինը նորմալ քաշ ունի, կանոնավոր դաշտանային ցիկլ է տեսնում, մենք կարող ենք միանգամից օվուլյացիայի տեստեր անել։ Ինչ է նշանակում օվուլյացիայի տեստեր։ Այսինքն պիտի հասկանանք, իսկ կինը ձվազատում ունենում է թե ոչ։ Ձվազատումը ինչպես է տեղի ունենում, գլխուղեղում արդեն գիտենք, որ սեռական օրգանները ղեկավարվում են գլխուղեղով, այնտեղ հորմոններ են արտադրվում, որոնք գնում են սեռական օրգաններին, ձվարանին եւ նրա աշխատանքը կարգավորում։ Գլխուղեղում հիպոֆիզում մի հորմոն է արտադրվում, լյուտեինիզացնող հորմոն, LG ենք ասում նրան, LG-ն ազդում է ձվարանների վրա, եթե LG-ն բարձրանում է իր մաքսիմալ չափի, դրանից 36 ժամ հետո ձվազատում է տեղի ունենում։ Ինչպես մենք կարող ենք այդ LG-ն ստուգել, կամ արյան մեջ ենք ստուգում, բայց հիմա այդ process-ը շատ հեշտացրել են, մենք ստուգում ենք, կարող է կինը ինքնուրույն ստուգել մեզի մեջ։ Ինչպես է ինքը ստուգում։ Արդեն հասկացանք, որ օվուլյացիան մոտավորապես դաշտանային ցիկլի մեջտեղն է լինում, այսինքն 14 օր առաջ, դաշտանից 14 օր առաջ։ Այն կանայք դաշտանի 10-12 օրից սկսված, կինը ամեն օր առավոտյան տեստ է առնում, օվուլյացիայի տեստեր են կոչվում, եւ մեզում, ինչպես հղիության տեստն է, նույնպես էլ այդ օվուլյացիայի տեստն է։ Այսինքն մեզում է այդ LG-ն հայտնաբերում։ Տեստն է անում 10-րդ օրվանից սկսած ամեն օր կինը պիտի այդ LG-ի տեստը առավոտյան անի, եթե գալիս է դրական պատասխան, այսինքն նշանակում է LG-ն հասել է իր մաքսիմալ քանակի, դրանից 36 ժամ հետո ձվազատում է տեղի ունենում։ Ինչ է նշանակում, այսինքն կինը եթե բռնացրեց, որ տեստը արդեն դրական է, դրա հաջորդ օրը պիտի սեռական ակտ լինի, իսկ դրանից առաջ նորից 2-3 օր տղամարդը ոչ մի սեռական հարաբերություն չպիտի ունենա, նորից եմ ասում, իր կնոջ հետ, ուրիշ կանանց հետ, տղամարդկանց հետ եւ ինքնուրույն։
Այսինքն ծերական ակտը լինում է LG-ի դրականից հետո հաջորդ օրը առավոտյան եւ այն մյուս օրը։ Այսինքն 2 օրվա մեջ ծերական ակտեր, որ տեսնենք, դա ինքնուրույն փորձարկումների համար եմ ասում։ Ուրեմն, եթե մենք կասկածում ենք, որ կարող է ձվազատման խնդիրներ ունենանք, ինչեր կարող է խանգարել ձվազատմանը, ստրեսները, ուրեմն բոլոր կանայք պիտի, բոլոր մարդիկ հիմա ստրեսային պայմաններում ենք ապրում, պիտի կարողանան կառավարել ստրեսները։ Եթե դուք ինքնուրույն չեք կարողանում, շրջարական գիմնաստիկա կա, կամ լավ մարդկանց հետ են շփվում, կամ ասել եմ արդեն, ովքեր հավատացյալ են, ուղարկում եմ սուրբ հայրերի հետ զրուցել, ովքեր անհավատ են, ուղարկում եմ հոգեբանների հետ զրուցել, բայց հավատացյալները կարող են հոգեբանների հետ նույնպես զրուցել։ Ուրեմն, ցածր քաշը երևի ասեցի, որ ցածր քաշը նույնպես ամջարպակալումը, քաշի դեֆիցիտը նույնպես կարող են չթողել ձվազատում տեղի ունենա։ Կան կանայք, ովքեր շատ ակտիվ սպորտով են զբաղվում, չափազանց ակտիվ, որ նույնպես կարող է խափանել ձվազատումը։ Սա ուրեմն հետազոտելու ենք, տեսնենք ինչու՞մն է խնդիրը, կա ձվազատում թե չէ։ Եվ վերջի հետազոտությունը, որը անում ենք, դա ճանապարհը ստուգենք, տեսնենք ճանապարհը բաց է թե չէ։ Այսինքն ինչ ենք անում, 2-3 ձև կա այդ ճանապարհը ստուգելու համար, այսինքն բաց են ճանապարհները թե ոչ։ Կա ռենտգենով մեթոդ, այսինքն հեղուկ ենք լցնում, կոնտրաստային հեղուկ ենք լցնում արգանդ, այդ հեղուկը գնում է փողերով դուրս է գալիս եւ ռենտգեն ապարատի վրա երևում է խոռոչը բացվել է, փողերով դուրս է եկել այդ հեղուկը եւ մտել որովայնային խոռոչ։ Գիտենք, որ փողը այս կողմից բաց է, այսինքն որ ինչ լցվի այստեղ, գալու է որովայնային խոռոչ լցվի։ Ես չեմ սիրում ռենտգենային հետազոտություն անել, չեմ ուզում ոչ ես ճառագայթվեմ, ոչ հիվանդս, քանի որ ես տիրապետում եմ գերձայնային մեթոդով փողերը ստուգելու, էխոգիստերոսալպինգոգրաֆիա է կոչվում, դա այդ ասել եմ երևի որ սա իմ դիսերտացիայի թեման է, որ 2004 թվականից դա անում եմ, այսինքն հեղուկ եմ լցնում արգանդ, նույնպես ինչպես հիստերոսալպինգոգրաֆիան, հեղուկ եմ լցնում արգանդ, այդ հեղուկը եւ գերձայնային հետազոտությամբ եմ նայում։ Երբ որ լցնում ես հեղուկ արգանդը բացվում է ու սոնոգրաֆիայով լավ երևում է խոռոչը, որտեղ մեծ հղիություն զարգանալու համար պետք է նորմալ խոռոչ, որ այդ խոռոչը կարողանա բացվի եւ հղիությունը այնտեղ զարգանա։ Լինում են դեպքեր, որ այստեղ կպումներ են, չի կարողանում բացվել, դա մեր էխոգիստերոսալպինգոգրաֆիայի ժամանակ կտեսնենք։ Հեղուկը դուրս է գալիս, փողերը, այդ նորմալ փողերը գերձայնային մեթոդով չեն երևում, բայց մենք տեսնում ենք, որ հեղուկը դուրս եկավ որովայնային խոռոչ եւ սա նշանակում է, որ փողերից մեկը գոնե բաց է։ Ուրեմն այս մեթոդը, որը ես անում եմ, էխոգիստերոսալպինգոգրաֆիան, այսինքն հեղուկ եմ լցնում եւ գերձայնային մեթոդով նայում, կատարում են 2 ձև։ Առաջինը սովորական ստերիլ ֆիզլույծույթ եմ լցնում, որը ցույց է տալիս, ոնց ասում եմ, արգանդը բացվեց եւ հեղուկը դուրս եկավ որովայնային խոռոչ։ Կարելի է օգտագործել էխոկոնտրաստ նյութ, այսինքն կոնտրաստ է, որը տեսնում ես ոչ միայն արգանդը բացվեց, այլ նաեւ փողերն ես տեսնում, որ 2 փողից էլ դուրս եկավ, բայց մեզ պետք է գոնե մի փողն էլ աշխատի, օրինակ անգամ եթե մի փողն է աշխատում, մենք կարող ենք շարունակել ստիմուլյացիա եւ այլն։ Ուրեմն երկուսն էլ կարող ենք կիրառել։ Եվ երրորդ մեթոդը, որը մենք կիրառում ենք, դա լապարասկոպիկ վիրահատությունն է, բայց լապարասկոպիայի համար ցուցումներ են պետք։ Լապարասկոպիկ վիրահատությունը ինչպես ենք անում, այսինքն որովայնի խոռոչ կամերա ենք մտցնում, նորից հեղուկ ենք լցնում արգանդ եւ տեսնում լապարասկոպիայի ժամանակ այդ հեղուկը արգանդափողերից դուրս է գալիս թե ոչ։ Սա լապարասկոպիան պիտի կատարենք հիստերոսկոպիայի հետ, այսինքն արգանդի խոռոչ նույնպես կամերա պիտի մտցնենք, որ տեսնենք այս խոռոչը նորմալ է, բացվում է, ներսում կպումներ կան թե չկան, սա իհարկե ավելի թանկարժեք է եւ այս մեթոդի համար հատուկ ցուցումներ են պետք, որոնց մասին կփորձեմ նորից պատմել։ Այսքանը ստուգումների մասին, փողերը ստուգելու մասին։ Հիմա ինչ հիվանդություններ կարող են անպտղության բերել։ Սպերմագրամայի մասին արդեն լավից վատից խոսեցի։ Սպերմագրամայում եթե ընդհանրապես սպերմատոզոիդներ չկան կամ նրանց քանակը շատ քիչ է, մենք կարիոտիպավորում ենք անում, այսինքն գենետիկական հետազոտություն ենք անում տղամարդուն, գուցե տղամարդկա գենետիկական հիվանդություն ունի
Հիշում ենք, որ մեր գեներում 46 քրոմոսոմ ունենք, 23 զույգ քրոմոսոմ։ Դրանցից մեկը սեռական քրոմոսոմներ են, որը կնոջ մոտ XY է, կնոջ մոտ XX է, տղամարդու մոտ XY։ Եթե տղամարդու մոտ այդ Y-ի հետ խնդիրներ կան, կարող է մեր անպտղության պատճառը լինել։ Կան դեպքեր, երբ որ կնոջն են կարիոտիպավորում անում, դրանք նույնպես ցուցումներ ունեն, բոլոր կանանց չեն քողարկում կարիոտիպավորման։ Առաջինը, եթե իրանք տեսքից երևում է, որ կարող է գենետիկական տերների համախտանիշ գոյություն ունի, որը կնոջը արդեն տեսքից կարող է կասկածել, որ կարող է այդ խնդիրը ունենալ։ Կան կանայք, էլ երբ ենք անում, երբ որ փորձում ենք ինքնուրույն բուժել չի ստացվում, կամ պատճառը չենք կարողանում գտնել, կարող ենք իրենց կարիոտիպավորման ուղարկել։ Էլ ինչ մի հատ կարևոր բան է ուզում ասեմ, ուրեմն, լավ, երբ կարող է անպտղություն լինել, երբ են այս ճանապարհները փակվում, եկեք դրանից սկսեմ, երբ ճանապարհները կարող են փակվել, եթե սեռական վարակ է եղել, օրինակ խլամիդիան, գոնորեան կարող են խնդիր առաջացնել, փողը հիշում ենք, որ մանավանդ այս արգանդի մոտ հատվածը շատ փոքր է, ներքին դիամետրը 1 մմ է, 1-2 մմ է, եթե մի փոքր բորբոքում եղավ, այդ կպնի եւ անպտղություն կառաջանա։ Այն կանայք, ովքեր ունեցել են սեռական վարակներ, այն կանայք, ովքեր բուժվել են որովայնի փոքր կոնքի օրգանների բորբոքումներով, իրենց մոտ կասկածում ենք եւ այդ հետազոտությունները արգանդափողերի ստուգել ավելի վաղ շուտ ենք առաջարկում ստուգել։ Եթե կինը ունեցել է որովայնային խոռոչում վիրահատություններ, այսինքն ապենդիքսն են հեռացրել կամ այս գինեկոլոգիական օրգանների վրա վիրահատություններ եղել, վիրահատություններից հետո կարող էին կպումներ առաջացած լինել, որոնք չթողեն արգանդափողը բաց լինի եւ սպերմատոզոիդն ու ձվաբջիջը իրար հանդիպեն։ Մի հատ տեսնեմ, անպայման սեռական ակտերը։ Սա ամենակարևոր բանը, ուրեմն երբ սկսում ենք անամնեզը հավաքել, անպայման հարցնում ենք սեռական հարաբերությունների հաճախականությունը եւ էֆեկտիվությունը։ Մի զույգ էր եկել, որ Ռուսաստանում է, Մոսկվայում է դեռ, որ անամնեզը հավաքելուց ասում եմ, ինչ հաճախականությամբ սեռական հարաբերությունները, ասում է դոկտор, мы уже 6 месяцев не занимались сексом, мы же обследуемся։ Ժողովուրդ ջան, սպիսի բան չկա բժշկության մեջ, որ 6 ամիս հետազոտվեն, ուրեմն շատ բնորոշ է անպտղությամբ հիվանդներին, որ sense մեծ պապկաներով գալիս են ագինա հետազոտություններով, ուրեմն անպտղությունը 2-3 ամսվա մեջ պիտի արդեն հետազոտված լինի եւ պատճառը ասված լինի։ Ուրիշ բան, որ թանկարժեք են հետազոտությունները, կարող է 2-3 ամսվա մեջ չհաջողվի բոլորը անել, բայց սա չի նշանակում, որ սա պիտի երկարացրեք տարիների ընթացքում։ Ինչքան հնարավոր պիտի պատրաստ լինես, որ այս ամիսներին արդեն պիտի հղիանաս, նոր գաս հետազոտության, թե չէ կանայք գալիս են ինքնուրույն չի ստացվել, սկսում ես փորձել, բայց ասում են ես դեռ պատրաստ չեմ հղիանալու։ Եթե դուք պատրաստ չեք, պետք չէ դավթարը հավաքելու, պիտի պատրաստ ես հղիանալու, գալիս ես ու սկսում ես այդ հետազոտություններն անել։ 2-3 ամսվա մեջ ամենաուշը մենք պատասխանը տալու ենք ինչի համար է, ինչ պատճառով է անպտղությունը, բայց հիշում ենք, որ 1/4 անպտղության պատճառը հայտնի չէ։ Հետազոտում ենք, սպերմատոգրաման նորմալ է, ձվազատում տեղի ունենում է, ճանապարհները բաց են, բայց չի զարգանում։ Այդ դեպքում սկսում ենք բուժել։ Իհարկե, եթե ձվազատման հետ խնդիր է, մենք դեղորայք ունենք, որ ստիմուլյացիա է կոչվում, ձվաբջիջ ստիմուլյացիան ենք ձվարանների, որ ձվաբջիջ տա։ Մենք կարող ենք ինսեմինացիա անել, այսինքն սպերման միանգամից լցնում ենք արգանդի խոռոչ, որ 2-3 րոպեում ինքը արդեն փողերում է գտնվում, որ կարող է ձվաբջիջի հետ հանդիպել։ Մի հատ նայեմ տեսնամ հո բան չեմ մոռացել ասել, երևի էնդոմետրիոզի մասին էլ ասեմ, երբ ենք լապարոսկոպիան առաջարկում կանանց, որ ստուգելու ժամանակ, երբ որ
փողերը ստուգեցինք եւ տեսանք չի աշխատում, չեն աշխատում, ինչ-որ խնդիր ունենք փողերի հետ։ Վերջի տարիներին այս փողերի վիրահատությունները շատ նվազեցրել են արտարգանդային բեղմնավորման պատճառով, որովհետեւ բոլորը միանգամից ուղարկում են արտարգանդային բեղմնավորման, բայց ես սիրում եմ, որ կնոջ անատոմիան վերականգնված լինի։ Փողերի վրա վերջերս շատ քիչ ենք վիրահատություններ անում, քանի որ ռիսկ կա, որ կրկին կարող են փակվել կամ արտարգանդային հղիություն առաջանա վիրահատված փողի մեջ։ Դրա համար հիմա պակասացրել ենք, բայց եթե հնարավորություն կա անատոմիան վերականգնել, վերականգնում ենք։ Երբ ենք լապարասկոպիան առաջարկում, երբ որ կնոջ մոտ կասկածում ենք կամ կպումային պրոցես արգանդի խորոչում, եթե բորբոքային պրոցեսներ են եղել կնոջ մոտ, վիրահատություններ են եղել որովայնի խորոչում, երբ որ կասկածում ենք էնդոմետրիոզ։ Էնդոմետրիոզը ինչ հիվանդություն է, սրա մասին պատմել եմ, բայց մի հատ էլ այս անգամ պատմեմ։ Հիշում ենք, որ արգանդի խորոչը պատված է լորձաթաղանթով, որը շատ աշխատասեր լորձաթաղանթ է, ֆունկցիոնալ, ամեն օր ձևափոխվում է, առաջին փուլում հաստանում է, երկրորդում դառնում սեկրետոր եւ դաշտանի ժամանակ ամբողջությամբ արյան հետ դուրս է գալիս, բայց լինում են դեպքեր, երբ որ այս էնդոմետրիումը փողերով գալիս է ընկնում որովայնային խորոչ, այսինքն այս էնդոմետրիալ բջիջները եկել են որովայնային խորոչ, եթե իրանք լավ պարարտ հող են գտնում, այստեղ կարող են կպնել եւ սկսել զարգանալ, կարող են ձվարանին կպնել, մեծանալ ձվարանում էնդոմետրիոիդ կիստը առաջացնել, կարող են որովայնի պատին կպնել, միզապարկին կպնել, շատ հաճախ կպնում են արգանդի հետևում ուղիղ աղիքին եւ կպցնում այս երկու օրգանները իրար։ Երբ ենք կասկածում կնոջ մոտ էնդոմետրիոզը, երբ որ կինը ունի շատ ցավոտ դաշտան, կամ կան կանայք, ովքեր շատ ուժեղ ցավեր են ունենում ծերական հարաբերությունների ժամանակ, կան կանայք, ովքեր հետազոտության ժամանակ, գինեկոլոգիական հետազոտության ժամանակ սահմանափակ են շարժումները արգանդի, այսինքն էնդոմետրիոզի պատճառով կարող է դա լինել, կամ շատ ցավոտ են այդ շարժումները։ Ինչի էնդոմետրիոզը կարող է առաջացնել անպտղություն, քանի որ էնդոմետրիոզը բորբոքային պրոցես է, ինքը կպավ այդ էնդոմետրիալ բջիջը կպել այդ օրինակ պատին եւ սկսել այնտեղ բազմանալ, իհարկե ինքը օտար է բորբոքման պրոցեսով այս ամեն ինչը տեղի ունենում, այդ բորբոքային էլեմենտները կարող են ձվաբջիջը սպանել, սպերմատոզոիդը սպանել, տեղում պայմաններ չստեղծել, խանգարել հղիության զարգացմանը, բայց ունենք ահագին կանայք, ովքեր էնդոմետրիոզ ունեն եւ հաջող հղիանում են, սա մի քիչ պարադոքս է բժշկության մեջ, բայց այսպիսի բան կա, ուրեմն լապարասկոպիան մենք առաջարկում ենք այն կանայք, ովքեր կասկածում ենք էնդոմետրիոզ, նույնպես կպումային պրոցեսներ կամ պատճառը չգիտենք ինչի համար է, կամ կատեգորիկ չի համաձայնում արտարգանդային բեղմնավորությամբ, արդեն սկսում ենք անել ինչ հնարավորություններ ունենք բժշկության մեջ։ Այսքանը այսօր, մեծ հույսերով կհանդիպենք նորից։